որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 3-ը աշխատանքային օրը տեղափոխելու մասին։ Որոշում, որը մենք շատ վաղուց չենք կայացրել։ Համեցեք զեկուցող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյան եւ բնականաբար արտառոց առիթով ենք այս որոշումը կայացնում։ Համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, 2022 թվականից սկսած Եվրոպական քաղաքական համայնքի հենց առաջին հանդիպումից, որ տեղի ունեցել Պրահայում 22 թվականի հոկտեմբերի 6-ին, Հայաստանը ակտիվորեն ներգրաված է եղել այս հարթակում տեղի ունեցող բոլոր հանդիպումներն եւ քննարկումներին։ Եվրոպական քաղաքական համայնքը ԵՄ անդամ եւ ոչ անդամ երկրների առաջնորդների անվտանգության, տնտեսական եւ համագործակցության միտված հարցերի քննարկման երկխոսության հարթակ է, որն անց է կացվում տարվա մեջ 2 անգամ։ Գարնանային գագաթաժողովը հյուրընկալում է ԵՄ անդամ չհանդիսացող պետությունը, իսկ աշնանային գագաթաժողովը ԵՄ անդամ պետությունը։ Ինչպես գիտեք, նախորդ տարի որոշում է կայացվել 26 թվականի գարնանային գագաթաժողովի հյուրընկալումը վերապահել Հայաստանին, ինչը եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության մասին։ Եվրոպացի մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշվել է գագաթաժողովն անցկացնել 2026 թվականի մայիսի 3-ին եւ 4-ին։ Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը, նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակությունների, երկրի եւ կառույցի ղեկավարների մակարդակով, Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային օրվա տեղափոխություն կատարել։ Այս նախագծով առաջարկում է մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18-ի շաբաթ օրը։ Հաշվի առնելով, որ նախորդ 3 օրերն էլ հանգստյան օրեր են, հարկ ենք համարել նախապես ընդունել այս որոշումը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան պլանավորել իրենց արձակուրդը, խնդրում եմ հաստատել։ Պարոն Հարությունյան, որի նախորդող օրերն են ոչ աշխատանքային։ 1-ը, 2-ը եւ 3-ը։ Հա, այսինքն 4-ը 2 շաբթի է, 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը Խնդրում ենք մեր քաղաքացիներին ակտիվ Երևանից դուրս ակտիվ Երևանի կենտրոնից շտապել դեպի Սևանա լճի ավազան եւ մարզեր եւ ակտիվ հանգստի։ Պարոն վարչապետ, այդ օրերին հատկապես ամսի 4-ին փոքր կենտրոնը ըստ էության փակ է լինելու, որովհետեւ ինչպես նշեցի, շուրջ 50 երկրների ղեկավարներ են այստեղ լինելու, հյուրանոցային ամբողջ տնտեսությունը զբաղված է լինելու, դրանք հիմնական կենտրոնում են, երթևեկը այստեղով է կազմակերպելու, այդ պատճառով նաև հաշվի առնելով երթևեկության ծանրաբեռնվածությունը Երևանում, այսպիսի որոշում են կայացնում։ Շատ լավ, դա հաշվի է պետք առնել նաև, որ գործընկերները երկկողմ տարբեր հանդիպումներ են ունենում եւ այլ, այսինքն աշխատանքային ըստ էության միջավայր է դառնալու։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ առիթից օգտվել եւս մեկ անգամ Եվրոպական քաղաքական համայնքի մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշման համար։ Գիտեք, որ այդ որոշումը համաձայնությամբ կոնսենսուսով է կայացվում եւ իհարկե սա շատ կարեւոր հանգրվան է մեր պետության կայացման եւ միջազգային հեղինակության ամրապնդման տեսակետից եւ իհարկե կարեւոր է նաեւ որ մենք միջոցառումը հյուրընկալենք կազմակերպչական ամենաբարձր մակարդակով եւ համոզված եմ որ այդպես էլ կլինի եւ նման որոշումները ինչի համար են առաջինը նախ մեր քաղաքացիներին լրացուցիչ անհարմարություններից զերծ պահելու մանավանդ հիմա արդեն մենք երթևեկության հետ կապված խնդիրները շատ տեսանելի են եւ խնդրահարույց եւ իհարկե միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ նաեւ լրացուցիչ չէ, բայց տենց կոմպակտ ոչ աշխատանքային օրեր սահմանելու եւ տաք եղանակը լավ տրամադրությամբ դիմավորելու համար։ Կան դիտարկումներ, չկան, ըստ այդմ հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը,
դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հարգելի գործընկերներ, օգտվելով առիթից պատասխանատու գործընկերների ներկայությամբ, քանի որ խցանումներից խոսք գնաց այդ թեմայով ստացվում է մեր գործակցությունը կառավարության եւ Երևանի քաղաքապետարանի միջև համեցեք բան խայ։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ձեր հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, նաեւ Երևանի քաղաքապետարանի գործընկերներն ակտիվ են մասնակցում մեր քննարկումներին, երկու հանդիպում արդեն աշխատանքային խումբը ունեցել է։ Մենք նաեւ արձանագրել դուրս ենք բերել են հիմնական անելիքները, որոնք կարող են առաջին փուլում էական նշանակություն ունենալ։ Իհարկե ունենք երկարաժամկետ անելիքների պլան, միջնաժամկետ եւ կարճաժամկետ։ Ներքին գործերի նախարարությունը նաեւ բնականաբար ակտիվ մասնակից եւ առաջատար մասնակից, որովհետեւ երթևեկության կարգավորման հետ կապված հարցերում մենք այս ձևաչափն ենք նախատեսում առաջիկա որոշումների համար, պատրաստել ենք, քանի որ Երևանի քաղաքապետարանի տիրույթում շատ որոշումներ կան կայացվելու, պատրաստել ենք ցանկ, որոնք որ առաջիկա հաջորդ շաբաթվա ընթացքում կուղարկենք արդեն գործընկերներին, այո պարոն վարչապետ, հանձնարարությունը կատարվում է, մենք քննարկումները բնականաբար շարունակական են լինելու։ Ես մեկ հանգամանք եմ ուզում նշել, որ հրավիրված փորձագետներից մեկն էր նշում ցավոք սրտի։ Պետք է մենք այդ փաստի հետ չեմ ասում համակերպենք, բայց առնվազն հաշվի նստենք։ Բոլոր մեծ քաղաքներում այս խնդիրը առկա է կապված մարդկանց եկամուտների ավելացման, տրանսպորտային սեփական միջոցներ ունենալու ավելի բարձր հակվածության հարցերի հետ եւ շատ քաղաքներ, չասեմ մենք էլ ենք ստիպված լինելու այդ խնդրին առերեսվել, շատ քաղաքներ հավասարակշռությունը գտնում են այնտեղ, երբ որ մի կողմից այդ մեքենաների ավելացումը հասնում է մի կետի, որ մարդիկ արդեն հասկանում են, որ դա նպատակը ամենահարմար եղանակը չի սեփական միջոցներով տրանսպորտային ժամերով մնալ խցանումների մեջ, մենք իհարկե դեռ ժամերով այդպիսի փաստ չունենք, ունենք ժամի սահմաններում, բայց մյուս կողմից նաև փոխկապակցված հարցեր կան, դա առաջին հերթին Երևան քաղաքում հանրային տրանսպորտի ծառայությունների որակի բարձրացումն է առաջնահերթորեն, այս բոլորը պետք է միաժամանակ տեղի ունենան, որ կարողանանք միջնաժամկետում կայուն արդյունքներ արձանագրել։ Աշխատանքը տանում ենք։ Ես չգիտեմ իմ մտքերի ընթացքը ինչքան տրամաբանական կլինի, բայց ես մտածում եմ, որ այս process-ները նաև, որովհետև ինչքան էլ կարգավորենք, այնուամենայնիվ Երևանը այդ առումով մնալու է բավականին տենց ոչ հարմար վիճակում։ Եվ ես մտածում եմ, որ գուցե նաև այս process-ը եւ նաև այն, որ ճանապարհային ենթակառուցվածքները եւ այլ ենթակառուցվածքները մարզերում զարգանում են, դա կարող է նաև որոշակի աշխատանքային շերտերի եւ օգտվելով այն բանից, որ հիմա հանրապետությունում ամբողջ ծածկույթում մենք ունենք բարձրորակ ինտերնետ, կարա նաև դա որոշակի մարդկանց մղի այդ process-ը իմիջիալոց ասեմ, բավականին երկար ժամանակ առաջ սկսել էր, որ մարդիկ Երևանի բնակարանները վաճառում են, օրինակ Զովունի եւ Երևանին համարյա արվարձանային հատվածներում էին բնակարանները ձեռք բերում եւ կարծում եմ, որ այս process-ը նաեւ տենց երևույթների բերելու է եւ մեր նաև մարզերում որոշակի զարգացումներ տեսնելու հնարավորություն է, բայց եկեք պայմանավորվենք, որ ես հենց եմ հասկանում խցանումների թեման, ես ուզում եմ ասեմ, եկեք պահենք օրակարգում միջև առնվազն որոշակի փոփոխություն չենք ունեցել, բայց ես ինչքան հասկանում եմ, տեսանելի ապագայում ընդհակառակը մենք պետք է ինստիտուցիոնալ ինչ-որ մեխանիզմներ ունենանք, այդ թվում արհեստական բանականության ներառմամբ եւ այլն, որ ամենօրյա ռեժիմով այդ թեմաները աշխատեն։ Հիմա հնարավորություններն էլ կան արհեստական բանականությունով, որովհետեւ ես չեմ պատկերացնում, երբ է որ այդ հարցը ասել ենք, լավ, մենք լուծեցինք այդ հարցը, եկեք ուրիշ հարց վերցնենք։ Այդ հարցը առաջիկա տասնամյակներում անընդհատ ամենօրյա նյութ է լինելու եւ պետքա սենս տրամադրվենք եւ նաեւ այդ հեռանկարով հարցին մոտենանք, համեցեք։ Պարոն վարչապետ, հենց այդ տրամաբանությամբ Երևանի քաղաքապետարանի գործընկերները տեղեկացրել են, որ հիմա կենտրոնը գտնվում է զարգացման կարևոր փուլում, կառավարման միասնական համակարգի նախատեսումներ դնել, այդ թվում ժամանակակից ծրագրային ապահովման միջոցներով, որոնք պետք է ինքնակարգավորման տրամաբանությամբ, այսինքն փոփոխական գործոնների ուժով
վերադասավորեն երթևեկությունը եւ մենք պարոն Ավինյանի իհարկե ավելի մանրամասն կներկայացնի դա էլ է մի process, որ իրեն 1-1.5 տարի կպահանջի մինչև համակարգը կայանա, բայց մեր օրակարգի առաջին եւ կարեւոր հարցերից մեկն էլ նաեւ դա է։ Շատ լավ, ունեք ասելիք։ Պարոն վարչապետ, մի քանի հանգամանքների վրա կուզենայի ուշադրությունը սևեռել, մարդատար ավտոմեքենաների քանակը ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Երևանում շատ մեծ տեմպերով ավելանում է։ Այսինքն ամեն տարի մենք ունենում ենք նոր մարդատար ավտոմեքենաներ, ովքեր որ դառնում են երթևեկության մաս Երևան քաղաքում։ Եվ իրականում շատ ճիշտ դիտարկում էր, որ այստեղ հարցը շարունակական լուծումների կարիք է ունենալու, եւ այդ լուծումները հիմնական մի քանիսը նշեմ։ Առաջինը իհարկե երթևեկության կառավարումն է լուսացույցերի, արհեստական բանականությամբ լուսացույցերի, խելացի լուսացույցերի ներդրմամբ, որը մեզանից կտանի մոտավորապես 1.5 տարի։ Երկրորդը 250 18 մետրանոց ավտոբուսների գնումն է, որը որ հանրային տրանսպորտի ոլորտում կարելի ասել մեր վերջին կետն է, որը պետք է իրականացնենք, որով որ հանրային տրանսպորտի ոլորտում նվազագույնը վերգետնյա հանրային տրանսպորտի ոլորտում մեր ռազմավարությունը կարելի ասել ամփոփվում է դրանով։ Երրորդը Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումն է, որը որ մոտավորապես 22%-ով կավելացնի մետրոյից օգտվողների քանակը եւ արդեն դրանից բխող հետագա պոտենցիալ զարգացումներն են եւ կարծում եմ այս եւ իհարկե պարոն Խաչատրյանը ուղիղ չասեց, բայց ես կուզենայի ուղիղ ասել, որ ինչ որ մի կետում, երբ որ մենք հասկանում ենք, որ ավտոմեքենաների քանակը, մարդատար ավտոմեքենաների քանակը գնալով ավելանում է քաղաքում, մենք պետք է մտածենք սահմանափակումների մասին, բայց սա այն պահին, երբ որ մենք ունենանք նվազագույնը վերգետնյա ամբողջական հանրային տրանսպորտի այն ծրագիրը իրականացրած, որի մասին խոսել ենք բազմաթիվ անգամներ։ Շատ լավ, գիտեք, ես մարդիկ գիտեմ, ովքեր օրինակ աշխատանքի գալիս, իրանց մեքենայով գալիս են ինչ որ օրինակ մետրոյի ոչ շատ ծանրաբեռնված կայարան, այնտեղ կայանում են իրենց մեքենան, մետրոյով գալիս են կենտրոն, հետո մետրոյով վերադառնում են եւ գնում են իրանց նկատի ունեմ արդեն մարդիկ, որովհետեւ գիտեն կարող է գան հասնեն եւ օրինակ 40 րոպե կայանման տեղ չգտնեն եւ հետեւաբար իրենք իսկ այդ տարբերակով իրենք այդ 40 րոպեն եթե ոչ ամբողջությամբ երբեմն նույնիսկ ամբողջությամբ երբեմն մի բան էլ ավել խնայում են այսինքն այդտեղ արհեստական ոչ մի բնականաբար բան տեղի չի ունենա բայց բնականon ընթացքով նախ պետքա փորձենք արհեստական բանականության գործադրման այլ որոշումներով մաքսիմալ բերել այն ինչ որ հնարավոր է անել առանց այլ որոշումների դրանից հետո մտածենք մյուս թեմաների մասին իսկ տրոլեյբուսները մեր գալիս են բանալ այո պարոն վարչապետ նրանք հիմա արտադրության փուլում են հենց այս տարի առաջին կիսամյակում ակնկալում ենք որ ստանալու ենք Շատ լավ եւ Տիկին Ավանեսյան ինչ ունենք առողջության ապահովագրության հետ կապված ես ասեմ որ մի հաճելի լուր ունենա որ սկսել են որոշակի դրական արձագանքներ գալ իհարկե մեր հարգելի բուժաշխատողները որոշակի մտահոգություններ ունեն բայց նաեւ մեր ընկալումն է նա որ մենք ինչ որ մի ժամանակ այդ մտահոգությունները կհավաքագրենք եւ անարձագանք չենք թողնի այնտեղ որտեղ իրոք կտեսնենք որ հիմնավորումներ կան իսկ ինչ տպավորություն ունենք համակարգի